Ողջույն, հարգարժան հետևորդներ, այս ձևաչափով մենք շարունակում ենք քննարկել Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական կարևոր հարցեր։ Նախորդին հրապարակվեցին կարևոր փաստաթղթեր Ղարաբաղյան կարգավորման մոտ 30 տարվա ամբողջ, այսպես կարևոր արձանագրումները, դրանք շատ էական նշանակություն ունեն մեր պետության, դիմակայունության, մեր պետության ոչ միայն անցյալի, ներկայի, բայց ամենակարևորը ապագայի համար։ Ի վերջո, ես կարծում եմ, որ մենք այս փաստաթղթերի եւ նաեւ կարծում եմ առաջիկայում նոր փաստաթղթեր եւս պետք է հրապարակվեն, դրանց մասին քննարկումների կարիք ենք ունենալու եւ այդ փաստաթղթերում տեղ գտած չարաբաստիկ մի շարք իրողությունների վերաբերյալ այդ էջը շրջելու եւ այդ սխալները չկրկնելու շուրջ կարծում եմ քաղաքական կոնսենսուսի գալու անհրաժեշտություն պիտի ունենանք այս եւ այլ հարցերի շուրջ իմ գործընկերոջ, իմ ընկերոջ Ռուբեն Մեհրաբյանի հետ պիտի խոսենք այսօր ողջույն Ռուբեն։ Ողջույն։ Ես Միացյալ Նահանգներից Հայաստան վերադառնալու ճանապարհին միայն իմացա, որ այդ փաստաթղթերը վերջապես հրապարակվեցին, դրան նախորդել էր փաստորեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը եւ փաստորեն կառավարությունը սպասում էր, որպեսզի դա իրողություն դառնա, որպեսզի նաև փաստաթղթերի հրապարակումը որևէ կերպ չազդի այդ խմբի դերևս նոմինալ գոյության վրա, որտեղ հույժ գաղտնի նաև իրողություններ են բացահայտվել, որոնք երբեմն մամուլի տարբեր միջոցներով մեզ հայտնի են դարձել որոշ իրողություններ, բայց փաստաթղթի տեսքով այն հիմա միայն հասանելի դարձավ մեզ։ Իհարկե տպավորություն կա եւ տարբեր կարծիքներ կան, որ ամբողջական չէ, օրինակ QST-ի վերաբերյալ պնդում կա, որ ամբողջ տարբերակը QST-ի առաջարկը դերևս մնում է չհրապարակված, բայց այն ինչ վերաբերում էր 19 թվականին, դրան նախորդած շրջանին կարծես ամեն ինչ պարզ է, ձեր առաջին արձանագրումը որն է, ի վերջո մենք միասին առիթ ենք ունեցել դերևս 97 թվականից խնդրի կարգավորման բոլոր տարբերակներին այս կամ այն կերպ անդրադառնալ, խոսել դրանց մասին, փուլային, փաթեթային, ընդհանուր պետություն, QS, տարածքների փոխանակում, հետո եղել են մի շարք այլ գործընթացներ, Կրակովյան գործընթաց, Պրահյան գործընթաց, որի մասին իդեպ շատերը չգիտեն եւ չեն էլ խոսում։ Հետո մենք ուրեմն հասունացրել ենք մինչև մադրիդյան փաստաթուղթ ենք ունեցել 2007 թվականին արդեն, ըստ էության 97-ից 2007 թվականի այդ ամբողջ տասնամյա կարգավորման բոլոր պլանների որպես ամբողջացում։ Եվ հետո տեղի ունենում ռուս-վրացական պատերազմը եւ երկրորդ տրակն է սկսվում ուրեմն կարգավորման Ռուսաստանի միջնորդությամբ եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ։ Ուրեմն Ռուսաստանը միաժամանակ համ ԵԱՀԿ Մինսկի խմբում էր, համ առանձին կարգավորման տրակ էր առաջ մղում աջ ձեռքով Մինսկի խմբի եռանախագահության մեջ առնվազն Ռուսաստանը պահպանում էր կոնսենսուսը, իսկ ձախ ձեռքով արդեն ձեր ասած սեփական ֆորմատում ամեն ինչ անում էր այդ պայմանավորվածությունները բովանդակազրկելու, իմաստազրկելու, գործնական հարթությունից դուրս հանելու եւ մենաշնորհելու Բայց այստեղ ինչն է, այս բովանդակային առումով հիմա այս ամենն ունի արդեն ոնց որ պատմական ավելի շատ արժեք, թեկուզ եւ ոչ վաղ անցյալի, բայց այնուամենայնիվ պատմությամբ, բայց այստեղ կարևորը հետեւյալն է, այն լրջագույն անջրպետ ասեմ, անդունդ ասեմ, որ կար այն ժամանակվա հրապարակային ռետորաբանության եւ իրական բանակցային գործընթացի միջև։
այն հաղթողական, մաքսիմալիստական, չէ, ամեն ինչը մինչդեռ իրականությունը բանակցային գործընթացում այլ էր։ Եվ միայն այն, որ հրապարակումը, որ մեղրի շրջան էր առաջարկվում, բնակչությանը դուրս բերում էր առաջարկվում, դա արվում էր մի պետության կողմից, որը դրանից 5 տարի առաջ արձանագրել էր եւ ամրագրել փաստաթղթով ռազմական չասենք հաղթանակ, բայց հաջողություն։ Ամեն ինչ չէր, որ բարվոք էր։ Սա կարևոր է։ Երկրորդը մենք տեսնում ենք կարմիր թելով անցնում է հետևելը Հայաստանի առաջ 93 թվականի ՄԱԿ-ի 3 բանաձևերի 4 բանաձևերն էլ դատապարտում են յուրաքանչյուր օպերացիա, որի ժամանակ հայկական ուժերը վերահսկողության տակ էին վերցնում այս կամ այն շրջան կենտրոնով եւ ձևավորում բուֆերային գոտին։ Դրանից հետո էլ միշտ կոչ էր արվում, պետք է դուրս բերեք ձեր զորքերն այնտեղից։ Եվ նման բան կարող էր անել մեր լեգիտիմ իշխանությունը։ Ընդ որում Հայաստանից բան ուզելու այդ գործընթացը այսպես ասենք գլխավորում էր Ռուսաստանը։ Շատ լավ իմանալը, որ ոչ լեգիտիմ իշխանությունը այն էլ այն մաքսիմալիստական հռետորաբանություն կիրառելով ներսում իր լեգիտիմության դեֆիցիտը դրա հաշվին ծածկելու նպատակով ուղղակի վիճակի չի լինելու եւ դա էր պետք Ռուսաստանին։ Դա էր պետք Ռուսաստանին, որ հերթական արոնաթողության ժամանակ Հայաստանին դնի եւ մանրի ուղղակի։ Ինչն էլ տեղի ունեցավ 20 թվականին։ Այսինքն, ասելիքն այն էր 20 թվականի պատերազմը, այս ամենը կարդալով մենք նորից եւ նորից ենք համոզվում մի պարզ բանում, որ դա օրինաչափական շարունակություններ անցած եւ այդ ձևով տարված, այդ ձևով սպասարկված բանակցային գործընթաց։ Ես ուզում եմ ուղղակի այստեղ ավելացնել, որ Ռուսաստանը նաև որևէ կերպ թույլ չէր տալիս, որ Հայաստանում ձևավորվի նաև լեգիտիմ իշխանություն, հենց այսպիսի ուրեմն նաև ճակատագիրը անխուսափելի դարձնելու համար հայ ժողովրդի համար եւ Հայաստանի համար։ Մենք կարող ենք վկայաբերել, օրինակ մի շարք իրադարձություններ է թվում, օրինակ 98 թվականի նախագահական ընտրությունները, կարող ենք հիշել 2003 թվականի նախագահական ընտրությունները եւ Ռուսաստանի դերակատարությունը այդ ընտրություններում։ 98 թվականին ըստ էության Լևոն Տեր-Պետրոսյանը պաշտոնը թողնում էր հայտարարելով, որ պատերազմի կուսակցությունն է ստանձնում իշխանությունը։ Ռուսաստանը ամեն կերպ աջակցում է այնուհետև այդ այսպես կոչված պատերազմի կուսակցությանը եւ ես անձնապես հիշում եմ, ես եղել եմ Կարեն Դեմիրճյանի նախընտրական շտաբում, Կարեն Դեմիրճյանը ուղղակի ընտրությունների արդյունքները հրաժարվում է վիճարկել Սահմանադրական դատարանում, ասելով, որ ես սրանց ճանաչում եմ, սրանք արյուն են թափելու, իսկ ինձ համար ոչ մի իշխանություն գետ մեկ մարդու կյանքի գնով պետք չէ։ Սա ես շտաբի նիստի խոսակցություն եմ ասում։ Եթե Ռուսաստանին պետք լիներ, որ Հայաստանում տեղի ունենա իրական իշխանություն, իշխանափոխություն եւ լեգիտիմ իշխանություն հաստատվի, նրանք հաստատ Կարեն Դեմիրճյանի միջոցով դա կկարողանային անել։ Հաստատապես դա չարվեց եւ թույլ տրվեց, որպեսզի այսպես կոչված պատերազմի կուսակցությունը, որը եկել էր այսպես հայանպաստ լուծում տալու Ղարաբաղյան հակամարտությանը, հենց իրենց ձեռքով ռուսները առաջին հարվածը ըստ էության հասցրին ընդհանուր պետության այդ առաջարկը բերելով, որը մեծ հաշվով նկատի էր առնում ինքնավարության այն նույն աստիճանը, որը հետագա բոլոր առաջարկների մեջ
ներառվել են ուղղակի, այստեղ ավելի սուբյեկտայնության ավելի բարձր կարգավիճակ էր դիտարկվում, ֆեդերատիվ այսպես փաթեթավորումներ փոխված, բայց Ղարաբաղցիները պիտի ունենային Ադրբեջանի անձնագիր, Ղարաբաղի տարածքում պիտի գործեր ամբողջությամբ ադրբեջանական օրենսդրություն, մենք պիտի ունենայինք ուղղակի ինքնավարություն, եւ Հայաստանը այդ տարբերակին համաձայնել է։ Այո։ Ավելին ասեմ, չի եղել կարգավորման որևէ առաջարկ, որին Հայաստանը կասի ոչ։ Եվ մեր հույսը եղել է, որպեսզի միջազգային հանրությունը մեզ միշտ դիտարկի որպես կոնստրուկտիվ կողմ, միշտ նկատի ունենալով, որ մերժող կողմը, այս դեպքում Ադրբեջանը, միշտ կլինի միջազգային հանրության կողմից այսպես կդիտարկվի որպես դեստրուկտիվ կողմ, եւ մենք այդտեղ առավելություն կունենանք։ Ես ուզում եմ այստեղ հատուկ նշել 98 թվականի նաև անվտանգության աշխատող եւ անվտանգության խորհրդի նիստում մի շատ կարևոր արձանագրում է տեղի ունեցել 98 թվականի փետրվարին, որ Հայաստանը ժամանակ ունի Ղարաբաղյան խնդիրը կարգավորելու մինչև 2003 թվականը։ Ինչու, որտեղ այդ թվականից հետո սկսվում էր նավթի եւ գազի եկամուտների ստացումը։ Այսինքն տեղի էր ունեցել դարի պայմանագրի շուրջ համաձայնություն միջազգային եւ կառուցվում էր Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում նավթամուղերն ու գազամուղերը, որոնք Ադրբեջանին ոչ միայն աշխարհաքաղաքական կարևոր դերակատարություն էին տալիս, նաև նյութական ահռելի միջոցներով էին օժտում։ Ու 98 թվականի այդ հայտնի անվտանգության խորհրդի նիստում Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի գոնե պատմելով քննարկվել է այդ վերջնաժամկետը 2003 թվականը։ Սրա մասին իմացել են Հայաստանի իշխանությունները, որ դրանից հետո հավասարակշռությունը շեշտակիորեն փոխվելու է եւ մենք կարիք ունենք այդտեղ որակապես նոր լուծումների, նոր զարգացումների։ Ինչը չենք արել։ Ինչը չենք արել եւ գնալով ավելի այլանդակել ենք ու այլասերել ենք խնդրի էությունը։ Ես 2005 թվականին Միշիգանում հանդիպում էի Ժիրայելի Պարիսյանի կազմակերպած մի միջոցառման ժամանակ թուրք դիվանագետների, որոնք ոչ մի կերպ չէին կարող հասկանալ, թե ինչպես կարող է այլ երկրի տարածքի ինքնորոշման իրավունքի շուրջ վեճը դառնալ մեկ այլ երկրի տարածքային փոխանակման հարց եւ այդտեղ որևէ կերպ երկրի իշխանության ամենաբարձր մակարդակով նույնիսկ մտքներով անցնի քննարկման առարկա դարձնել այդպիսի տարբերակը։ Մենք հիմա ականատես ենք այդ մեղրիի տարբերակի ընդհանրապես փաստորեն այդ ամբողջ իրողությանը եւ կարող եմ ասել, որ ունենք տեղեկություններ, որ այդ առաջարկը Հայաստանից է եկել։ Ինձ Արմեն Խարազյանը դիվանագետ Միացյալ Նահանգներից պատմում էր, որ այդ առաջարկը Հայաստանի նախագահը, այդ ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչյանը ներկայացրել է Ռումինիայի նախագահին, որ այդ ժամանակ տարածաշրջանային այցով Հայաստանում էր, հետո պիտի Բաքու մեկներ, Հայաստանում գտնվելու ժամանակ Հայաստան առաջարկում է մեղրի տարածքային փոփոխություն անել եւ խնդրում է, որպեսզի Ռումինիայի նախագահը Բաքվում փոխանցի Հայաստանի այդ մտադրությունը։ Դա ըստ էության ռուսական հատուկ ծառայությունների պատկերացումներ, որը այո տրանսլատորի դերում էին այն ժամանակվա Հայաստանի իշխանությունները եւ դեպքերի հետագա ընթացքը ռուսների այս անառողջ հետաքրքրությունը այս մեղրի նկատմամբ ամենը արդեն բերում եւ ապացուցում է որտեղից են աճում, որտեղ այնպես չէ որ Հայաստանի իշխանությունը ինքնագլուխ առանց որևէ մի տեղի հետ համաձայնեցնելու նման բան պետք է աներ։ Ինչպես չէր անում ոչ մի քայլ եւ պարզ է եւ այստեղ կարեւոր է հասկանալ թե ով էր
Եվ նաև պրոպագանդան էլ տարվում էր այդպես, էլ գցում էին Փոլ Գոբլի վրա, էլ մեկ մյուս, այս ամենը մենք գիտենք։ Եվ սա ուղղակի այսպես որպես մի վերհուշ եւ մի ծանր հիշողության մի ծանր բեռ, այո դա մեզանից ավակ սերնդի վրա է մնում։ Եվ հիմա այս ամենը սրբագրելու ժամանակն է եւ այս իրողությունների ձևավորված իրողությունների պայմաններում այս հրապարակումները եւ կարծում եմ որ փաստաթղթեր եւս կհրապարակվեն, սա վերջնականը չէ, հա, այսա ուղղակի այսպես առաջին չափաբաժինն է։ Էլի հրապարակումներ կլինեն, վերջո 30 տարվա մեջ այդ 10-12 փաստաթուղթը չէ միայն։ Եվ նույնիսկ ամբողջացնելու կարիք կա, գուցե պետությունը պետք է առանձին կայք բացի, ուղղակի ստեղծի, հա, եւ ամենը դնելով այդտեղ ժամանակագրություն կազմի, բոլոր նամակագրությունները, նաեւ ապագա ուսումնասիրողների համար պիտի սա դառնա ահռելի, այսպես բազա, մի պարզ նպատակով։ Ապագայում այս սխալները չկրկնելու։ Այո, սա վակցինայի դեր կատարի, որպեսզի մենք այո, նոր Ղարաբաղների, այսպես եւ այս պարտության, այո, այս պարտությունների, այս խայտարակ ուրեմն փակուղում հայտնվելու նորանոր ուրեմն առիթներից մեզ ուղակի զերծ պահենք, որովհետեւ այստեղ հիմնարար հարց կա, որի մասին հատկապես ուզում եմ կանգնել եւ հիմա էլ տեսնում եմ, որ մեկնաբանությունների մեջ այդ ինքնորոշման իրավունքի հետ կապված տարընթերցումների կամ մեկնաբանությունների հարց կա։ Միջազգային հանրության համար ինքնորոշման որևէ քննարկում Ղարաբաղի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից դուրս ուղղակի չի դիտարկվել։ Եվ ընդհանրապես չի դիտարկվել որոշ բացառություններով։ Այո, մշակութային ինքնավարություն, ավելի բարձր ինքնավարություն, ավելի ցածր ինքնավարություն։ Եվ վերջո այս ընթացքում նաև նոր պետություններ ստեղծվեցին հենց այդ ինքնորոշման իրավունքի հիման վրա եւ նաեւ այդտեղ առկա էր ցեղասպանության վտանգ։ Մենք նույնիսկ երբ այսպես ասենք միջազգային կոնյունկտուրան հակված էր դրան, դրանից նույնիսկ չօգտվեցինք։ Դա 2000 թվականների վերջն էր Կոսովոյի նախադեպը, երբ մենք նույնիսկ մոտ չգնացինք դրան, որտեղ ռուսները մեզ ուղղակի թույլ չտվեցին։ Բայց խրախուսվում էր, հիշում եք, Բակո Սահակյանը տարվա մեջ 6 անգամ Պրիդնեստրովիայի եղբայրներին էր շնորհավորում, Օսերին, Աբխազիային, ու հերիք չէր դա արվում էր մի հատ էլ հրապարակային մամլո հաղորդագրություններով էին հանդես գալիս, որ ապական են մեր հարաբերությունները Վրաստանի հետ, ապական են մեր հարաբերությունները Մոլդովայի հետ։ Այո, դա էլ էր արվում հենց այդ միտումով եւ դարձնեն Իդեպ Ուկրաինան էլ է թվում էր, այսինքն ամեն ինչ արվում էր, որպեսզի Ուկրաինան եւ Հայաստանը եւս հարաբերություններ չկարողանան զարգացնել, իսկ Ուկրաինան Հայաստանը դիտարկում էր որպես ընդհանրապես Հարավային Կովկասում ռուսական պրոքսի եւ այո նախընտրում էր մեր տարածաշրջանում հարաբերվել Ադրբեջանի հետ։ Հիմա իրողությունները փոխելու իրական հնարավորություն կա։ Բայց ես ուզում եմ հատկապես հիշենք նաև Ռուսաստանի վարքը, լինելով Մինսկի խմբի համանախագահող երկիր, իսկ Մինսկի խմբի հիմնական մանդատը ինչ էր։ Խաղաղ կարգավորման հասնել Ղարաբաղյան հակամարտության համար։ 2010 թվականից սկսած հարձակողական սպառազինություն սկսել վաճառել Ադրբեջանին։ Երբ Սերժ Սարգսյանը նամակ էր գրում Պուտինին բողոքելով որ բալանսը խախտվել է, գրի նույնիսկ ակնարկ չկա որ այդ բալանս խախտողը դու ես։ Շանվորտին է խախտել։ Այո։ Եվ հանուն ինչի։ Եվ որ դրանից ստիպված Հայաստանը պետք է այլ ուղղություններով իր ջանքերը գործադրի բալանս վերականգնելու։ Դրա մասին որևէ Պարագայում Սերժ Սարգսյանի իշխանությունը չի մտածել ինչու, որովհետև դա ունեցել է մեկ պատճառ՝ լեգիտիմության դեֆիցիտ, մեկ,
Եվ երկրորդը Սերժ Սարգսյանի օրոքել եւս Հայաստանում գոյություն է ունեցել այսպես ուղղահայաց ինտեգրված կոռուպցիոն համակարգ։ Այս դա նշանակում է ընդհանրապես անկարողություն որևէ բան անել։ Ну իհարկե Սերժ Սարգսյանի իշխանավարման ժամանակ այդ կոռուպցիան արդեն այնպիսի սահմանների էր հասել, որ Եվրամիության եւ Միացյալ Նահանգների դեսպանները ուղղակի ասում էին, որ Հայաստանում ազգային անվտանգության սպառնալիք է։ Եվ այն բոլոր հանրապետական գուրուները, որոնք հիմա վայնասուն են դրել եւ ապօրինի գույքերը գործերով են ասում։ Այո, անցնում նրանք ասում էին, որ դա ձեր գործը չէ, սա մեր ներքին հարցերն են։ Իդեպ այն ժամանակ էլ Ռուսաստանի արտգործնախարարությունը հատուկ զգուշացնում էր Հայաստանում Միացյալ Նահանգների եւ Եվրամիության դեսպաններին, թե ձեր քիթը մի խոթեք Հայաստանի ներքին հարցերի մեջ։ Այստեղ հասկանալի է թե ինչ է նշանակում կոռուպցիա մեր դեպքում եւ թե Հայաստանը ինչի մեջ է գտնվել եւ թե Ղարաբաղյան կարգավորումն էլ մեծ հաշվով որքան է կապ ունեցել այդ կոռուպցիայի ծավալների հետ։ Բայց մենք ավելի կարծում եմ հետ պիտի գնանք 2013 թվականի սեպտեմբերի 3-ի որոշման վերաբերյալ պիտի քննարկում ունենանք, որպեսզի ամբողջական պատկերը հասկանանք։ Ի վերջո, այդ սեպտեմբերի 3-ի վթարը անվտանգության պատճառով էր։ Եվ մեզ հրամցվում էր, որ մենք պիտի այո գնանք այս ճանապարհով, հասկանալով, որ դա մեզ համար կործանարար ճանապարհ է, բայց Ղարաբաղը պահելու միակ հնարավորությունը ԵԱՏՄ կամ այդ ժամանակ Մաքսային միությանը միանալու կամ հիմնադիր անդամ դառնալու ուրեմն հիմնադիրը չէր։ Մենք հիմնադիր չէր։ Մենք ԵԱՏՄ հիմնադիր անդամ դարձանք 2015 թվականի հունվարի 1-ից։ Մաքսային միության այո չէինք, բայց դրանից հետո այդ փոխակերպվեց ուրեմն Եվրասիական տնտեսական միության, որին կողմ էին Հայաստանի առաջին նախագահը, երկրորդ նախագահը, երրորդ նախագահը եւ ըստ էության իրենք ամբողջ ռուսական ռուսահայ օլիգարխիան, Հայաստանի օլիգարխիան, ամբողջ խոպանչիները եւ այլն եւ այլն։ Հայ ժողովուրդը ըստ էության իր զարգացման հնարավորությունը զիջեց հանուն անվտանգության եւ ընդամենը 3 տարի հետո մենք առաջին հարվածը կերանք եւ նույնիսկ դա մեզ դաշ չեղավ։ Մենք աղիողորմ դրանից հետո Վլադիմիր Վլադիմիրովիչի նամակներով խնդրում էինք Ադրբեջանին զսպել։ Մինչդեռ մենք համարվում էինք Ռուսաստանի համար ամենամոտ ուրեմն գործընկերը։ Մենք համ ԵԱՏՄ անդամ էինք, համ ՀԱՊԿ-ի անդամ էինք, բայց մեր դաշնակից Ռուսաստանին խնդրում էինք, որպեսզի ոչ դաշնակից ուրեմն Ադրբեջանին կամ այդ միություններից դուրս գտնվող Ադրբեջանին զսպի։ Մենք հասկանում էինք, որ տարածաշրջանային արդեն իրողություններ են փոխվել, ռուս-թուրքական հարաբերություններն էին բոլորովին նոր բնույթ ստացել, սրան վրադիր եւ Ռուսաստանը նաեւ որ Սիրիայում էր բազավորվում, այդ իմաստով մեր տարածաշրջանը միանգամայն այլ ռազմավարական նշանակություններ ձեռք բերում Ռուսաստանի համար եւ Հայաստանին այսպես մանրադրամի տեղ մանրելու ցինիկ ձևով ասենք ռեզոնները մեծանում են Ռուսաստանում։ Բայց մենք միշտ պիտի հասկանանք, որ երբևէ Ռուսաստանի եւ Թուրքիայի մերձեցումը Հայաստանի համար չի եղել առանց կորուստների։ Եվ ես հիշում եմ նաեւ թե ինչ խրախճանք էր ամեն անգամ երբ Էրդողանն ու Պուտինը հանդիպում էին, մտածելով, որ այդ մերձեցումից կարող է Հայաստանի համար հավելյալ անվտանգային արժեք ստեղծվի։ Մինչդեռ մենք հասկանում ենք, որ գնալով ավելի այդ թոքը մեր պարանոցին ավելի սեղմվում է, մինչև իսկ ոչ միայն 2016 թվականի, նաև դրան հաջորդած այլ լարվածության փուլերի, ես հիշում եմ, որ այս սուր ֆազան կարգավորման 2014 թվականի ամռան հայտնի իրադարձություններն են դրա հետ կապված, Տավուշի հատվածում քաղաքացիական նույնիսկ զոհի դեպք ունեցանք։ Ու դրանից սկսվեց այս ամբողջ
ամբողջ զարգացումները եւ ռուսները ըստ էության անդավաճան մնացին ադրբեջանցիներին եւ երբեք ցույց տվեցին, որ իրենք կարգավորման այլ պատկերացում ունեն, քան ինչ որ ադրբեջանցիներն են պատկերացնում եւ դրանից կարող ենք եզրակացնել հատկապես Լավրովյան պլանի ամբողջ էությունները։ Այո, Լավրովյան պլան եւ Լավրովի պլանը առանձնանում էր նրանով, որ առանցքային այն էր, Հայաստանը պետք է զիջի, իսկ դա արդեն ներքաղաքական առումով դա տոքսիկ քայլ էր ցանկացած իշխանության համար եւ զիջի ռուսական բանակին ըստ էության, որը պետք է տեղակայվեր այնտեղ, տեղակայվելուց հետո նոր ադրբեջանական բնակչություն վերադառնար։ Հիմա այս ամենը հաշվի առնելով էլ եմ ասում, մենք մեր ձեռով ամեն ինչ արեցինք, որ այլ տարբերակ չմնա, քան այն ինչ տեղի ունեցավ 23 թվականին Լեռնային Ղարաբաղում, ընդ որում դա թե այդ 3 նախագահների օրոք տարած բանակցային գործընթացներ, թե Արցախի ղեկավարության պահվածքը, թե այդ խզումը, որը մենք տեսնում ենք այդ պրոպագանդայի եւ իրականության միջեւ։ Այս ամենը չէր կարող չպայթել այն ձևով, ինչ ձևով պայթեց։ Լեգիտիմ մի այլ հարցադրում կա կապված միջազգային մյուս դերակատարների հետ, ոչ միայն Ղարաբաղում տեղի ունեցածի, այլև ընդհանրապես 20 թվականի պատերազմի կապակցությամբ։ Ես ուզում եմ հատկապես այդ հարցի վրա կանգնենք եւ ուզում եմ այստեղ հիշեցնել 2018 թվականի հուլիսին Հայաստանի վարչապետի մի կարևոր հայտարարություն, առայն որ եթե Ռուսաստանը չուզի, Կովկասում պատերազմ չի լինի։ Այսինքն Հայաստանում նոր իշխանություն էր ձևավորվել, որը վստահ էր, որ միայն Ռուսաստանի ցանկությունը բավարար է, որպեսզի պատերազմ չսկսվի։ Այսինքն մենք մեր ամբողջ խաղադրույքը, հավկիտները դրել էինք մի զամբյուղի մեջ։ Եվ ըստ էության անգործունակ էինք դարձրել Մինսկի խմբի մյուս դերակատարներին, Միացյալ Նահանգներին եւ Ֆրանսիային։ Նրանց նշանակությունը ուղղակի նսեմացրել էին։ Գիտեք ինչ, խնդրի կարգավորման սա երկկողմանի process էր։ Մյուս կողմից էլ գիտեք ինչ, sense տևականորեն այս մուկուկատուն խաղը տեսնելով, նաև տեսնելով այն ազդեցությունը, որը Ռուսաստանն ունի թե Հայաստանի, թե Ադրբեջանի իշխանության վրա, ասացին ձեր քարը ձեր գլուխը։ Եվ ասենք ամերիկացի համանախագահ դարձավ այդպիսի մի կերպար, ինչպիսին էր, ասենք Մեթյու Բրայզը։ Իսկ ինչ պիտի լիներ ուրիշ։ Ֆրանսիացիներն էլ ասում են, հա ինչ է եղել, որ Ռոբերտ Քոչարյանին, որ սատարեցին Ռուսաստանը եւ Ֆրանսիան իրար հետ 97 թվականին։ Այո, այն բանի դիմաց, որ Ղարաբաղին դուրս են բերում բանակցություններից։ Այս ամենը ինչի մասին է խոսքը։ Եթե մենք հաշտենք այդ իրողության հետ, կներեք մենք կոպիտ ավելի կոպիտ ձևով եմ ասում, եթե մեկը գնում գլուխը եւ խփում է պատին 1, խփում է 2, խփում է 3, ուրիշը ինչի համար պետք է մտահոգվի նրա գլխից։ Եթե այդ գլխի տերը չի մտահոգվում, նույն բանն է։ Մենք ումից ինչ պրետենզիաներ ունենք։ Մենք ակնհայտ տեսնում ենք Ռուսաստանն ինչ է սարքում մեր գլխին։ Հստակ տեսնում ենք։ Տեսնում ենք եւ հրաժարվում ենք իրերը կոչել իրենց անուններով, հրաժարվում ենք հակակշռող, հավասարակշռող քայլեր անելու մասին, նույնիսկ մտածելուց։ Արդյունքում էլ օրինաչափություն չէր այն ամենը ինչը։ Օրինաչափություն էր։ Ավելին 2023 թվականին Արցախում տեղի ունեցածի հետ կապված կարծում եմ ընդհանրապես միջազգային հանրությունից մենք որևէ պահանջ չունենք, որտեղ այդտեղ միակ արբիտրը եւ միակ որոշողը
Ռուսաստանը։ Լավ, զինված ուժը այնտեղ Ռուսաստանն է, որը միջազգային որևէ այլ դերակատար չէր կարող այնտեղ լինել, առավել եւս ուկրաինական պատերազմը արդեն սկսված էր եւ Ռուսաստանի ու Արևմուտքի միջև չկար գոյություն չուներ ուղղակի հարաբերություն, ել չասեմ, որ նույնիսկ այդ պայմաններում Միացյալ Նահանգները պատրաստակամություն հայտնեց մի անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով աշխատել Ռուսաստանի հետ, Ռուսաստանը մերժեց։ Մերժեց նաև, որպեսզի համախոհության մեջ մնա եւ համերաշխության մեջ մնա Ադրբեջանի հետ, որտեղ Ադրբեջանը առաջին օրից խնդիր էր դրել պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմակերպություն։ Այնտեղ եթե հիշում եք, պատերազմից հետո նույնիսկ Մինսկի խմբի համանախագահները այցելում էին Ադրբեջան, Ալիևը չէր ընդունում նրանց։ Իսկ Հայաստանում պատերազմից հետո Մինսկի խումբը պատրաստ էր Ղարաբաղի նախագահին ընդունել, բայց Ռուսաստանի դեսպանը, որը այդ ժամանակ Ռուսաստանի ներկայացուցիչությունն էր Մինսկի խմբում իրականացնում, մերժում էր հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ, որովհետև Ադրբեջանը նրան թույլ չէր տվել։ Մենք այս փաստերի մասին պիտի խոսենք եւ կարծում եմ, որ հրապարակվող փաստաթղթերի մեջ պիտի այս տեսակ դետալները եւս կարեւոր տեղ գտնեն, որպեսզի մենք ամբողջական պատկերը տեսնենք։ Ես կարծում եմ, որ ընդհանրապես այս պատմության Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պատմության մեջ Ռուսաստանի տոքսիկ դերակատարությունը ամբողջությամբ մեզ հնարավորություն կտա ապագայում այս կործանարար սխալները թույլ չտալու, կործանարար բոլոր իմաստներով, որովհետև այդ ամբողջ 30 տարվա մեջ մենք ըստ էության ունեցել ենք ավելի շատ կորուստ մարդկային, քան ունեցել ենք 20 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում։ Մենք հիմա խոսում ենք 4000 զոհի մասին, բայց մոռանում ենք, որ այդ ամբողջ այսպես կոչված խաղաղ ժամանակաշրջանում ունեցել ենք նույնքան կորուստ, ել չեմ ասում առաջին պատերազմի շրջանի կորուստը, ու այս իրողությունները պիտի անպայման հաշվի առնենք եւ իհարկե կարծում եմ առաջիկայում քննարկման այլ առիթներ կունենանք ավելի դետալացված խոսելու կարգավորման առանձին պլանների մասին, ի վերջո նաև հիմա հստակ է դառնում եւ հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի իրողությունները, դրանում ուղիղ արտաքին ազդեցությունների մասնակցությունը ու պատճառները կարծես ամբողջանում են, թե մեր պետությունը ինչպիսի հարվածների ենթարկվեց Ղարաբաղի կարգավորման դիմաց եւ նաեւ թե մենք ինչ գին վճարեցինք այն իշխանության համար, որը 98 թվականին այսպես հաղթական թեզերով եւ օրակարգերով գալիս էր այսպես պարտվողական քաղաքականությունը մերժելու այսպես լոզունգներով։ Հիմա ավելի ու ավելի պատկերավոր է դառնում, թե ինչ է մաքսիմալիզմը եւ ինչ է ընդհանրապես նշանակում պատասխանատու քաղաքականություն աշխարհի միջազգային գործընկերների առաջ եւ նրանց հետ հարաբերություններում։ Այս իմաստով իհարկե նաև այս բեռը թոթափելու կարծես պատուհան է փոքր բացվել Հայաստանի համար, որը կարող է դառնալ շատ ավելի մեծ եւ շատ ավելի դուր կարող է դառնալ եւ այս իմաստով նոյեմբերի 9-ի այս կործանարար հայտարարությունը կարծես մենք շրջելու հնարավորություն ենք ստացել օգոստոսի 8-ի համաձայնություններով ու այս իմաստով կարծում եմ մենք համազգային կոնսենսուսի կարիք ունենք, որպեսզի ամեն կերպ ուղղակի թույլ չտանք, որպեսզի ձեռք բերված համաձայնությունները, որոնք ամբողջանալու դեռևս կարիք ունեն, դրանք նախաստորագրված պայմանագիր են, պիտի ստորագրվի այդ պայմանագիրը, հույս ունեմ, որ մենք ապագայում մինչև
2026 թվականի ընտրությունները այդ ուղղությամբ զարգացումներ կունենանք եւ Միացյալ Նահանգներում իմ ունեցած հանդիպումները նաեւ դրա մասին էին, որ ջանքեր չեն խնայվում այս պահին այդ ուղղությամբ աշխատանքներ տանելու։ Առաջիկայում եւս քննարկելու նյութ կունենանք, առիթ կունենանք այս ուղղությամբ, կարծում եմ նոր հրապարակումներ կլինեն, նաեւ այլ ձևաչափերով զրուցելու կարիք կունենանք, այստեղ կանգ առնենք։ Շատ կարևոր է, սա շատ կարևոր է առաջ շարժվելու համար։ Առանց անցյալը վերաիմաստավորելու դեպի առաջ ճանապարհ չկա։ Եվ կարծում եմ սա եւս մի հիմնարար պատճառ է առաջիկա ընտրություններում այս փաստաթղթերի հեղինակներին, այս կարգավորման պլանի ջատագով շրջանակներին ուղղակի որպես դավաճաններ դուրս դնելու քաղաքական մեր ներկա բնակից, մեր քաղաքական միջավայրից եւ ես կարծում եմ, որ իրավապահները պիտի զբաղվեին սրանցով եւ հրապարակված այս փաստաթղթերը եւս թույլ են տալիս, որ պետության ինքնիշխան տարածքը փոխանակելու պատրաստ սուբյեկտին հիմա պիտի ուղղակի թույլ չտրվեր մասնակցել ընտրություններին եւ սա տեղի ունեցել մի ժամանակ, երբ կոալիցիա է եղել Հայաստանում եւ այդ կոալիցիայի մաս կազմող ուժերը եւս հիմա ակտիվ դերակատարներ են։ Մենք խոսում ենք մարտի 1-ի վերաբերյալ մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճռի մասին սեպտեմբերի 8-ի, բայց այս փաստաթղթերը եւս ցույց են տալիս, թե մենք ում հետ գործ ունենք։ Մարդիկ, ովքեր սեփական երկրի տարածքը պատրաստ են եղել բնակչությամբ, հա, ուրեմն փոխանակման առարկա։ Բնակչությանը պատմականորեն այդտեղ ապրող բնակչությանը այդտեղից հանելու մասին տեքստով խոսակցություն է գնում, չհասկացա։ Այո։ Այստեղ կանգ առնենք, մենք այս առիթով վստահ եմ զրուցելու հնարավորություն կունենանք, առաջիկայում նաև հնարավորություն կստեղծենք, որպեսզի մեր հայրենակիցները մասնակցեն այս մեր զրույցներին, նոր ձևաչափեր ենք մտածում այդ ուղղությամբ, կհանդիպենք։ Այսքանը այս ժամի համար, այսօրվա համար ցտեսություն։